Ողջույն, ես Տիգրան Խզմալյանն եմ, այսօր 2026 թվականի մայիսի 19-ն է և մենք կրկին շրջում ենք ավազաժամացույցը։ Խոսենք այսօր միջազգային անցուդարձի և Հայաստանի իրադարձությունների մասին։ Միջազգային մամուլը դեռևս չի հասցրել ամփոփել Միացյալ Նահանգների նախագահի և նրան ուղեկցող շատ կարևոր մարդկանց այցելությունը Չինաստան, իսկ արդեն սկսվեց մեկ այլ այցելություն, նույն Չինաստան, մեկնում է Վլադիմիր Պուտինը իր արքունիքով։ Ընդ որում, եթե Թրամփը իր հետ Չինաստան վերցրել էր մոտ 1 տասնյակ աշխարհի ամենահարուստ և ազդեցիկ մարդկանց, որոնց մեջ էր Բեզոսը, Էլոն Մասկը, Թոմ Քուքը, այսինքն Ամազոնի, Տեսլայի և Մայքրոսոֆթի ղեկավարները, մի շարք այլ գերհզոր կորպորացիաների, Nvidia-ի ղեկավարը, այսինքն համաշխարհային բիզնեսի մեծագույն կոնցեռների հայտնի և ոչ այդքան հայտնի, բայց առավել ազդեցիկ, ինչպիսիք են BlackRock-ը, Blackstone-ը, մի շարք այլ գերհզոր կորպորացիաների ղեկավարները, ապա այսինքն մարդիկ ումից ավելի շատ է կախված Թրամփը և Միացյալ Նահանգների քաղաքականությունը, քան հակառակը, քան նրանք են կախված Միացյալ Նահանգների քաղաքականությունից։ Ապա Ռուսաստանի նախագահը վերցրել է իր հետ գրեթե ողջ կազմը իր կառավարության, այդ թվում նաև օլիգարխներին, որոնք ի տարբերություն ամերիկյան կոնցեռների ղեկավարների բոլորին այլ դերակատարում ունեն Ռուսաստանում և աշխարհում, նրանք կախված են Պուտինից։ Պուտինն է կանխորոշում և նրանց ճակատագիրը, և նրանց հարստությունը, և նրանց ազդեցությունը։ Այդպես որ Չինաստանը իսկապես ոչ միայն գերտերություն է, ինչը հասկանալի էր արդեն վաղուց, Չինաստանը ընդունվեց աշխարհի կողմից որպես, եթե ոչ առաջին, ապա գոնե երկու գերտերություններից մեկը, ահա ինչու, և Թրամփը և Պուտինը 3-4 օրվա տարբերությամբ շտապում են Պեկին, փորձելով ստուգել նոր սահմանազատված աշխարհի սահմանները և իրենց տեղը այդ սահմանների երկու կողմից։ Եվ այդ պարզ է միանշանակ, որ եթե Միացյալ Նահանգները Չինաստանի հետ կիսել են աշխարհը, թեև ոչ մի լուրջ փոփոխություն այցից հետո չի եղել, հանդիպումից հետո, Սի Ցզինպինի և Թրամփի հանդիպումից հետո մեծ փոփոխություններ չեն եղել։ Այդ հանդիպումը կոչված էր արձանագրելու ստեղծված իրավիճակը, այն, որ Չինաստանը արդեն կարող է անզիջում և միանգամայն ինքնուրույն քաղաքականություն վարել և թելադրել իր կամքը, այն, որ Չինաստանը գծել է իր պատկերացրած աշխարհի իր պատկերացրած քարտեզը, որտեղ որ Չինաստանն է գտնվում կենտրոնում, և Թրամփը ստիպված էր ընդունել այդ նոր սահմանները։ Ահա ինչու ոչինչ չստացվեց Իրանի հարցով և հարցը մնաց շաղկապված, այսինքն եթե Թրամփը ակնկալում էր Չինաստանի աջակցությունը այդ հարցում, նա այդ աջակցությունը չստացավ։ Եթե նա փորձում էր ճշտել Ռուսաստանի հանդեպ Չինաստանի հնարավոր փոփոխությունները, ապա այնտեղ էլ չկա որևէ փոփոխություն և հենց դրա ապացույցն է այն, որ Պուտինը եկել է Թրամփից հետո հաստատելու
դեռևս 10-12 տարի առաջ ընտրված գերագույն ռազմավարական գիծը, համաձայն որի Ռուսաստանը ձգտում էր եւ առ այսօր ձևանում է, որ ունի իրավահավասար հարաբերություններ Պեկինի հետ, բայց իրականում Չինաստանը սառնասրտորեն սպասեց Ռուսաստանի փլուզումը, որը գնալով իմիջիալոց արագանում է եւ սպասում է իր ազգային փիլիսոփայության համաձայն, որ Ռուսաստանը վերջնականապես դառնա Չինաստանի հումքային կցորդը, ինչն արդեն իրականություն է, եւ պահպանի իր ազդեցությունը այս տարածքում, որը Ռուսաստանը դեռևս վերահսկում է, Չինաստանը համաձայն է սպասել, որովհետև այնտեղ առաջնորդվում են մի քանի տասնյակ ստրատեգեմաներով, այդպես են անվանում արևմուտքում չինական փիլիսոփայության հիմնադիր կանոնները, եւ նման դեպքում հաճախ դեռևս Մաո Ձեդունից սկսած մեջբերում են մի ստրատեգեմա, որը կոչվում է կապիկը ծառի վրա։ Այստեղ ոչ մի վիրավորական բան չկա։ Ստրատեգեման այդ փիլիսոփայական թեսը հնչում է այսպես. երբ արջը եւ առյուծը կռվում են, կապիկը բարձրանում է արմավենու վրա եւ ուտում է այնտեղի բանանները, հանգիստ սպասելով, թե ով է ում սպանելու ներքևը, ու քանի որ երկուսն էլ ուժասպառ եւ արյունակամ վիճակում թուլացած են դուրս գալու մարտից, եթե դուրս գան, կամ որևէ մեկը դուրս գա, կապիկը կօգտվի այդ արդյունքներից։ Իհարկե կապիկ հասկացությունը հիմա արդեն վաղուց փոխարինվել է վիշապ, դրակոն հասկացությամբ, այդպես է իրեն իդենտիֆիկացնում Չինաստանը, բայց ինչևէ, մեզ համար դա կարևոր էր այնքանով, որքանով Միացյալ Նահանգների ներգրավվածությունը հայկական տարածք, որը հայտնի է որպես Թրամփի անվան արևելք-արևմուտք ճանապարհ կամ արևմուտք-արևելք, նայած տեսակետից, իմ խորին համոզմամբ շարունակում է մնալ խնդրահարույց եւ չի կարող փոխարինել մեր իրական եւ մեր ազգային շահերից բխող ռազմավարական ճանապարհը հյուսիս-հարավ։ Ինչու, որովհետև ես ասել եմ այդ մասին, բայց Թրամփի եւ Պուտինի այցելությունների արդյունքում կարծում եմ կարող եմ միայն հաստատել, որ Հայաստանի եվրոպական կուսակցության տեսակետը ավելի մոտ է իրականությանը, քան այն ենթադրությունը, նախագիծը, որով առաջնորդվում էին Հայաստանի իշխանությունները վերջին 2 տարիների ընթացքում, ասածս այն է, որ արևելք-արևմուտք կամ Մեղրի ճանապարհը կամ Զանգեզուրի միջանցքը տարբեր տեղերում այդ 42 կիլոմետրանոց ուղին անվանում են տարբեր ձևով, չի կարող կատարել իր ռազմավարական նշանակությունը, որը նրան փորձում էին որպես բովանդակություն լցնել դրա մեջ, քանի որ Միացյալ Նահանգները երբեք չեն համաձայնվի, որ դրանից օգտվի եւ որպես օգտատեր հիմնական շահը ստանա Չինաստանը։ Այդպես որ այդ մեծ նախագիծը եթե իրականացվի, ծառայելու է շատ ավելի փոքր նպատակին, որը փակագծերում նախատեսված էր
հիմնադիր անդամներից գոնե 2-3-ի կողմից ի սկզբան է այդ փոքր նախագիծն է ընդամենը Ադրբեջան-Թուրքիա ճանապարհը երրորդ շահառուն պետք է լիներ Ռուսաստանը եւ ահա թե որտեղ է հիմնական փոփոխությունը եթե 2016 թվականից Ռուսաստանը սկսեց իրականացնել ճնշումը Հայաստանի վրա քարորիա պատերազմի միջոցով երբ որ ակնհայտ դարձավ պետք է որ բոլորին դառնար բայց ոչ բոլորի համար դա ակնհայտ էր 16 թվականին որ Ռուսաստանը Ադրբեջանի միջոցով է փորձելու ճեղքել Սյունիքը եւ դուրս գալ դեպի Թուրքիա այն ժամանակվա իր կարևորագույն գործընկերը էներգետիկ հաբ ինչպես Մոսկվայում սիրում են անվանել Թուրքիային ապա հիմա Ադրբեջանը եւ Թուրքիան սառնասրտորեն օգտվեցին Ռուսաստանի աճող թուլությունից որը սկսվեց եւ բոլորի համար ակնհայտ դարձավ 20 թվականի պատերազմից հետո ոչ թե հետո այլ ավելի ճիշտ 2020 թվականի պատերազմը ցույց տվեց որ Ռուսաստանը պատրաստ է վճարել Հայաստանով եւ Արցախով ինչ արդեն կատարվեց 2023 թվականին որովհետեւ 23 թվականը դա 20 թվականի պատերազմի տրամաբանական շարունակությունն էր Մոսկվան այդպես էր նախատեսել եւ 22 թվականի հարձակումը Ուկրաինայի վրա պետք է բերեր Ռուսաստանին փաստորեն որպես հավելյալ ճանապարհ այդ Չարաբաստիկ Մեղրի Զանգեզուրի միջանցքը սակայն ամենայն հավանականից Ռուսաստանը չի խաղա այլևս առաջնահերթ դերակատարում այնտեղ մնալով ածանցյալ հենց հիմա Եվրոպան օգտվելով Հայաստանի լռությունից Հայաստանի իշխանության լռությունից Իտալիայի, Սլովակիայի, նախկինում նաև Հունգարիայի միջոցով, մասամբ Ավստրիայի լուր օգտվում է ռուսական գազից, որը պաշտոնապես ֆորմալ ձևով վաճառվում է որպես ադրբեջանական գազ եւ նավթ։ Այսինքն մասամբ այդ ճանապարհը եւ այդ ուղղվածությունը, այդ չվերթը, ընդհանրապես հարավային այսպես կոչված կամ թուրքական հոսքը իրականանում է։ Սակայն Չինաստանը դրանով չէ որ հետաքրքրված է, որովհետև Պուտինի գլխավոր խաղաքարտը Չինաստան գնալուց մենք շուտով կլսենք դա այսպես կոչված Սիբիրի ուժը գազամուղն է, որի երկրորդ հերթն է Ռուսաստանը կառուցում Չինաստանի համար։ Ընդ որում դա տնտեսապես անչափ անբարենպաստ զարգացում է Ռուսաստանի համար, որովհետև Չինաստանը գնում է գազն ու նավթը Ռուսաստանից շատ ցածր գներով։ Ինքնարժեքից մի քիչ բարձր, քանի որ իրանյան ճգնաժամը որոշ չափով մոտ 1/4-ով, 1/3-ով բարձրացնում է ռուսական նավթի գները, ռուսական նավթը ավելի էժան է, քան միջազգային չափանիշ Brent նավթը, մոտավորապես 15%-ով։ Այդպես որ Չինաստանը էլ ավելի էժան է գնում եւ ադրբեջանական ու թուրքական ճանապարհը մնում են փաստորեն Ադրբեջանին եւ Թուրքիային։ Հույսերը, որ Չինաստանը դա կօգտագործի արևմուտքի հետ իր լայնածավալ առևտրի համար, նույնպես չեն իրականանում, որովհետև ոչ թե Չինաստանն էլ Հնդկաստանի հետ է Եվրամիությունը կնքում լուրջ ռազմավարական տնտեսական նախագծեր եւ երեք մենք խոսում ենք այն մասին, որ փաստորեն Հնդկաստանը եւ Եվրամիությունը վերացրեցին փոխադարձ մաքսատուրքերը գրեթե ամբողջությամբ 96-99%-ով եւ փաստորեն Հնդկաստանը շարժվում է դեպի ազատ տնտեսական գոտի Եվրամիության հետ։ Սա ահռելի մեծ վիթխարի տնտեսական
փոփոխությունները խոստանում, բայց դա նույնպես ուղիղ շահ Հայաստանին եւ այդ ճարաբաստիկ կրկնում եմ Զանգեզուրի միջանցքով չէ որ անցնելու է, այդպես որ մեզ համար շարունակում է ռազմավարական եւ կարևորագույն մնալ ոչ թե դա Տրամփի ճամփան, այլ հյուսիսարավ, որը այս պահին փաստացի սառեցված է, բայց որը անպայման պետք է գործի եւ դառնա մեր տնտեսության գոնե տարանցիկ առևտրի համար կարևորագույն առանցքային ճանապարհ եւ մեր տնտեսության ողնաշարի։ Սակայն ես այստեղ ուզում եմ այս տնտեսական կարևոր հանգամանքներից անդրադառնալ դրա քաղաքական մասին, որովհետեւ ես այսօր պատրաստվում եմ խոսել նաեւ մի շատ ցավոտ խնդրի մասին, թե ինչու իմ անձնական կարծիքով եւ դա մեր կուսակցության կարծիքն է, Հայաստանը չի մտնում Եվրամիություն եւ Նիկոլ Փաշինյանի օրոք չի մտնելու։ Ամենայդեպս Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որքան հնարավոր է երկար ձգելու է, հետաձգելու է այդ հնարավոր, միանգամայն հնարավոր եւ մեզ համար կենսական կարևորություն ունեցող զարգացումը։ Ուրեմն շարժվենք Չինաստանից, որպեսզի միտքս լավագույն ձևով կարողանամ եւ համոզիչ ձևով բացատրել։ Չինաստանը հետաքրքրված էր Հայաստանով բավական շատ 10-ական թվականներին, զրոյական 10-ական թվականներին եւ դա մենք կարող ենք առ այսօր դեռ տեսնել հիշում եք մանուշակագույն ավտոբուսները Դրանք հիմա արագ փոխվում են չինական այլ ավտոբուսներով։ Տարբերությունը ոչ միայն այն է, որ վերջերս բերված ավտոբուսները չնայած որ իրանք շատ աղմկոտ են, բայց ունեն կոնդիցիոներներ մեջ։ Նրանք ավելի արդիական են, բայց մեծագույն տարբերությունը դա չէ։ Այդ նոր իրականում ոչ այդքան արդիական ավտոբուսները Երևանը Պեկինից գնում է, առնում է, վճարում է դրա համար։ Իսկ մանուշակագույն ավտոբուսները Հայաստանը ստանում էր անվճար եւ այդ մասին ամեն մի մանուշակագույն ավտոբուսի կողքի մասի վրա գրված էր եւ նկարված։ Միգուցե դուք նկատել եք դա China Aid Չինաստանի օգնություն Հայաստանին։ Ավելին նախորդ շտապօգնության մեքենաների մեծ քանակը ոչ թե վերջերս ստացված Ճապոնիայից մասամբ գնված, մասամբ նվեր ստացած, այլ նախորդ մեծ քանակությունը նույնպես ամբողջությամբ Չինաստանի նվերն էր Հայաստանին։ Ուրեմն ինչու էր Չինաստանը 20 եւ 15 տարի առաջ այդքան հետաքրքրված Հայաստանով։ Որտեւ Չինաստանում շատ լավ կարող են կարդալ քաղաքական քարտեզը եւ շատ լավ հիշում են պատմությունը, ոչ միայն սեփական, այլ նաեւ համաշխարհային։ Եվ Հայաստանը Չինաստանում մինչեւ 2015 թվականը, 16 թվականը եւ հատկապես մինչեւ 18 թվականը դիտվում էր որպես կարևորագույն խոչընդոտ Թուրանի ընդլայնման դեմ։ Թուրքական նախագիծը տարածել Թուրքիայի որպես արևմտյան երկրի ազդեցությունը Կենտրոնական Ասիա բավական մեծ գլխացավ էր պատճառում Պեկինում եւ ի թիվ այլ միջոցների խոչընդոտների այդ ճանապարհի համար Չինաստանը կարևորում էր Հայաստանի տնտեսական ուժեղացումը։ Ահա ինչու Չինաստանը եւ զենք էր պատրաստ վաճառել Հայաստանին, կրկնում եմ, խոսքը գնում է 20-15 տարի առաջ իրավիճակի մասին։ Բրինձեր
շատ էժան կամ համարյա անվճար ուղարկում Հայաստան ավտոբուսների եւ շտապ օգնությունների մեքենաների մասին ես արդեն ասել եմ։ Դա բաներ են, որ դուք պետք է որ հիշեք։ Բոլորիդ աչքի առաջ էր։ Ես համենայն դեպս դա չեմ կարող մոռանալ, որովհետեւ 20 թվականի հոկտեմբերի վերջին օրերին, երբ մեր կամավորական ջոկատը հերթափոխ էր անում եւ մեզ ինչպես մեզ այդ ժամանակ թվում էր 12 օրով բերում են Երևան, որ հետո վերադառնանք, մեզ հետ են բերում Քարվաճառով, Սոտքով, Եղարքունիքով, Սևանի ափով, հենց այդ ավտոբուսները։ Մերը այն որտեղ որ մեր ջոկներ նստած 10 հոգանոց, դա 13 համարն էր, կարծեմ Չարբախի ցուցանակով, մինչև հիմա լավ եմ հիշում դա։ Այդ հենց չինական մանուշակագույն ավտոբուսներ։ Լավ, դա քնարական ձևում է։ Իսկ ինչը ընդհատեց Չինաստանի այս մոտեցումը, ինչը խանգարեց դրա զարգացման Հայաստանի վերաբերյալ։ Երկու հանգամանք։ Առաջինը այն էր, որ Չինաստանը իհարկե շատ ավելի կարևորում էր Ռուսաստանի դիրքորոշումը, տեսակետը, եւ զգաց, որ Ռուսաստանը փոխում է իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, արդեն 14-15 եւ հատկապես 16 թվականին դա պարզ էր, համենայնդեպս Չինաստանը դա զգաց։ 20 թվականի պատերազմի ընթացքում Չինաստանը միանշանակ Ռուսաստանի հետ միասին վետո դրեց Ֆրանսիայի փորձին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում կանգնեցնել պատերազմը եւ ՄԱԿ-ի զորքեր Ֆրանսիան էր առաջարկում, սկանդինավյան խաղապահներն էին առաջարկում մտցնել Արցախ որպես խաղապահ միջազգային ուժեր։ Երկու պետություն վետո դրեցին, դա Ռուսաստանն էր եւ Չինաստանը։ Երկրորդ հանգամանքը, որը կարևոր է այսօրվա իրավիճակը հասկանալու համար, այն էր, որ Չինաստանում ճիշտ հասկացան, թե որն է Թուրքիայի համար գլխավոր խոչընդոտը կենտրոնական Ասիան կլանելու համար։ Չինաստանը նախ շատ ակտիվ սկսեց աշխատել ինքնուրույն կենտրոնական Ասիայի նախկին սովետական երկրների հանրապետությունների հետ, այսինքն սկսած Qırğızstanից, Ղազախստանը, Ուզբեկստանը, Թուրքմենիան մասամբ նաև Ադրբեջանը, որի հետ ռազմավարական պայմանագիր կնքեցին, թեև դա ավելի շատ մարտավարական բնույթ էր, բայց Միջին Ասիան Չինաստանի համար շատ կարևոր է։ Եվ այնտեղ աշխատեց մեկ այլ շատ հետաքրքիր հանգամանք, որը շատ բան բացատրում է նաև Հայաստանի իրավիճակի համար։ Հիմա կբացատրեմ ինչ նկատի ունեմ։ Տեղական էլիտաները Նուրսուլտան Նազարբայևը եւ Տոկաևը մնացած հանրապետությունների ժառանգական դեսպոտիաները ոչ միայն Ալիևի ընտանիքն է նստած տասնամյակներով, նույնը կատարվում է Թուրքմենիայում, նույնը շատ թե քիչ կատարվում է Ուզբեկստանում, Qırğızstանում։ Qırğızstանը միակ բացառությունն է, որտեղ նախագահներին փոխում էին ընտրություններով, որոնք ավելի շատ կապված էին հեղաշրջումների հետ։ Բայց այնուամենայնիվ Չինաստանը մասամբ օգնեց, մասամբ դա կատարվեց ինքնստիքյան, համենայն դեպս ֆիքսենք մի իրավիճակ։ Միջին Ասիայի երկրների վերնախավերը, նախկին սովետական, որոնք հիմա ազգային էմիրություններ են, սուլթանատներ են, մեծ եւ փոքր, չեն ցանկանում կլանված լինել եւ դառնալ Թուրքիայի ազդեցության ոլորտ։ Նրանք գերադասում են իրավահավասար հարաբերություններ։ Դա Թուրանի շատ վտանգավոր իհարկե գաղափարի, նաև Չինաստանի համար վտանգավոր, ամենամեծ խոչընդոտն է, քաղաքական խոչընդոտը։ Իհարկե Չինաստանը շատ լավ վճարում է այդ երկրներին, որպեսզի էլիտաները նման գայթակղություն չունենան։
Չինաստանը պարզապես գնում է այդ հանրապետությունները ահռելի տնտեսական իր ազդեցությամբ, վարկերով, օգնությամբ, տնտեսական զարգացման նախագծերով, ծրագրերով, կառույցներով, շինարարությամբ եւ այլն եւ այլն։ Եվ հիմա փորձենք վերադառնալ Հայաստան։ Ինչու եմ ես այդքան հեռու գնացել միջև հասնելով չինական մեծ պատին։ Բան այն է, որ նույն մեխանիզմը աշխատում է նաև Հայաստանում։ Հիմա աշխատում է։ Դա հենց այն իդեալական տարբերակներ, որը իդեալական օլիգարխիայի համար, որը տիրում է Հայաստանում տասնամյակներով։ Կարծում եմ դուք կհամաձայնվեք, որ Հայաստանը դա տիպիկ օլիգարխիական երկիր է։ Դուք այդ օլիգարխների անունները շատ լավ գիտեք։ Ով է օլիգարխ։ Ինչպես ասում էր Փաշինյանը, խոշոր գործարար։ Բայց ինչով է գործարարը տարբերվում օլիգարխից։ Ոչ թե գումարների մեծությամբ քանակով, ծավալով, ոչ, այլ նրա քաղաքական ազդեցությամբ։ Եվ Հայաստանի իշխանությունները սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից եւ նրա ընտանիքից, բայց ոչ այդ ծավալով, պարզապես դա սկիզբն էր։ Նա եւ նրա մերձավոր շրջանակը ստեղծեց այն մոդելը, որը հետո շատ արագ դարձավ իշխող Հայաստանում, գրեթե աննկատ ձեզ, մեզ, բոլորիս հայ հասարակության համար։ Հայ միամիտ բարի ժողովուրդը հավատում է, որ ամբողջ խնդիրն է ճիշտ վարչապետ կամ նախկինում նախագահ ընտրելը։ Եվ մենք անընդհատ բաց ենք թողնում ամենակարևորը։ Հայաստանում իշխում են օլիգարխները։ Դա չափազանցություն չէ։ Մի անուն տան, որ պարզ լինի։ Մենք ունեինք օրինակ մի վարչապետ, որը բիզնեսից եկավ եւ բարձրանում էր դրանով։ Հովիկ Աբրահամյան, հիշում եք, Մուկ մականունով։ Նա ուղիղ ասեց մի անգամ, o sancta simplicita, սուրբ միամտություն, ինչպես կասեր այրվող Յանգուսը։ Ասեց, դե քաղաքականությունը բիզնեսի պես բան է, եթե ես կարողացա հաջողակ բիզնեսմեն լինել, ինչու չեմ կարողանա հաջողակ վարչապետ լինել։ Վաճառականների դասը դարձավ Հայաստանում իշխող։ Քաղաքականությունը այլևս թելադրում են ոչ թե գաղափարախոսները, ոչ թե քաղաքական գործիչները, գաղափարախոսություններն ընդհանրապես, ոչ։ Հայաստանում քաղաքականությունը թելադրում են օլիգարխիկ կլանները։ Ոչ մի բան չփոխվեց վերջին 8 տարիների ընթացքում։ Այո, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, որ իշխանության եկավ այդ պաթետիկ խոստումներով, ոչ մի ձուկ, ոչ մի մուկ չի պլստա, բոլորին կփռենք ասֆալտի վրա, դուք ինձնից լավ եք հիշում, որտեվ հիմա շատ ավելի պայծառ մտքեր են եւ ավելի ազդեցիկ կարգախոսներ են հնչում, որոշ կարգախոսները եթերում անգամ անհարմար է կրկնել, բայց փաստը մնում է փաստ։ Նախկիններից ոչ ոք իրականում չունեզրկվեց, չտուժեց, չդատվեց։ Կարծեմ միակ շոշափելի դեպքը կատարվեց Պեկի նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի հետ, եթե չեմ սխալվում, նրա առանձնատունը վաճառվեց եւ գումարը փոխանցվեց Հայաստանի բյուջե։ Բայց դա կատարվեց Միացյալ Նահանգներում։ Ահա ինչու դա հնարավոր դարձավ։ Մյուս դեպքերում սեփականությունը պարզապես տեղափոխվում է գրպանից գրպան, որովհետև նախկին օլիգարխներին 3-4-5 հոգի այդ անունները բոլորդ գիտեք,
Նրանք բանկերի տերեր են, նրանք բիզնեսների տերեր են, հանրախանութների ցանցերի, նրանք արտոնություններ ունեն տնտեսական ոլորտներում, իհարկե նրանք զիջում են գլխավոր մենաշնորհին, մենաշնորհի տիրոջը։ Ով է գլխավոր մենաշնորհի տերը Հայաստանում։ Մի փրփրեք, մի փորձեք հիշել նրա անունը, դա Ռուսաստանն է։ Ռուսաստանը բերեց Հայաստան այդ մշակույթը, ճակերտավոր, որը Պուտինի էության առանցքն է։ Պուտինը այսպես է հարստացել եւ հարստացրել իր կրպանային օլիգարխներին։ Եվ այդ մոդելը տեղափոխեց նաեւ Հայաստան։ Ոչ մի նոր բան դրանում չկա։ Բայց Հայաստանում այդ մոդելը, ինչպես նաեւ Ռուսաստանում, գործում է անշեղ մինչև հիմա։ Եվ բոլոր հայկական օլիգարխները շարունակում են կապված մնալ ռուսական օլիգարխների, Ռուսաստանի որպես գլխավոր օլիգարխի հետ։ Ահա ինչու Հայաստանը դուրս չի գալիս ԵԱՏՄ-ից, անգամ ՀԱՊԿ-ից, ԱՊՀ-ից։ Ահա ինչու մեզ ասում են, մենք ինչ պետք է վաճառենք Եվրոպա, մենք Եվրամիության հետ որևէ կապեր, շահեր չունենք ընդհանուր։ Մեզ ասում են այդ օլիգարխները եւ նրանց քաղաքական խամաչիկները, մամուլը, նրանց գրպանային մամուլը իհարկե։ Մեզ եվրասիական մաքսային գոտին է պետք։ Մենք դրա հետ ենք կապված։ Ոչ թե մենք ենք կապված, հարգելիներս, նրանք են կապված։ Նրանք են կախված Ռուսաստանից։ Ու բնականաբար իրենք չեն ցանկանա գնալ Եվրոպա։ Դրանում էլ ոչ մի մեծ բացահայտում չկա, ես չեմ անում այստեղ որևէ գյուտ։ Ամենավերջին թարմ օրինակը։ Եվրոպայում էլ կար այդպիսի մի փոքրիկ գաճաճ, բդեշխ, օլիգարխ Վիկտոր Օրբան։ Նրա օրոք Հունգարիան միջին զարգացած երկիրը դարձավ ամենաաղքատ երկրներից մեկը։ Եվ հիմա նոր կառավարությունը մեկը մյուսի հետևից բացահայտում է եւ նրա դղյակները, եւ նրա մենաշնորհները, եւ նրա բարեկամների, ազգականների եւ մտերիմների բիզնեսները մենաշնորհված իհարկե։ Այդպես որ Հունգարիան շատ արագ դուրս է պրծնում այդ ծուղակից, ինչու, որովհետեւ Եվրոպան նման խաղեր չի ճանաչում։ Ահա ինչու Եվրոպան այդքան լարված հետևում էր հունգարական ընտրություններին։ Ահա ինչու Եվրոպան հասավ Օրբանի տապալմանը։ Այո, քարոզում էր, այո, դիմադրում էր Օրբանին, Օրբանն էլ կատարում էր Պուտինի թելադրանքը եւ դիմադրում էր Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի կազմում։ Մի քիչ տարօրինակ, եթե ով են եղել Օրբանի գլխավոր աջակիցները։ Մի կողմից Պուտինը, մյուս կողմից Դոնալդ Թրամփը։ Կար երրորդ կողմ Էրդողանը։ Կա եւ չորրորդ կողմ Հեյդար Իլհամ Ալիևը։ Ալիևը բոլոր բռնապետների հետ անմիջապես լեզու էր գտնում։ Նա վճարում էր Լուկաշենկոին, նա վճարում էր Օրբանին, նա կաշառքով դուրս անեց հունգարական բանտից մարդասպան, հայասպան, քնի մեջ հայ սպային գլխատած Դահիչ Սաֆարովին եւ նրան ազգային հերոս դարձրեց։ Այդ ամենը Օրբանն էր։ Այն Օրբանը, որը տարիներով խոչընդոտում էր Հայաստանին Եվրոպայից տրվելիք ռազմական օգնությունը, տնտեսական օգնությունը, եւ դա իհարկե Պուտինի եւ Ալիևի խնդրանքով էր անում Օրբանը։ Բայց Եվրոպայում նման բաներ երկար չեն անցնում։ Եվրոպան եւ հունգար ժողովուրդը, Հունգարիայի ժողովուրդը պապալեցին այդ բռնապետին, այդ փոքրիկ բդեշխին։ Իսկ Միջին Ասիայում
Ադրբեջանում ու նաև Հայաստանում նման բաներ չեն անցնում։ Այնտեղ իշխանությունը ոչ թե փոխվում են ցուցանակները, անուններն են փոխվում, մնում է գլխավորը, մնում է այդ բդեշխային օլիգարխիկ մոդելը, եւ նրանք պարզապես փոխանցում են մեկը մյուսին։ Իշխանությունը, սեփականությունը, պարզապես երբեմն շատ թե քիչ դեմագոգիկ հնչող կարգախոսներն են փոխվում։ Եվ իր օլիգարխները այդ ամենը շատ լավ հասկանում են։ Նրանցից մեկը շատ արագ կողմնորոշվեց եւ Փաշինյանի իշխանության գալու առաջին իսկ օրերին ցնցող մի հայտարարություն արեց, էլի միամտաբար իհարկե նման բաներ խելացի օլիգարխները չեն ասում։ Նա ասաց. «Տղեկ ջան, վախնալ պետք չի, Նիկոլը մեր աղբերն է»։ Հիշում եք երևի։ Նա անկեղծ էր եւ նա ճիշտ էր։ Այդ օլիգարխը ճիշտ էր, որովհետեւ նա պարզապես գնաց եւ ասեց, իսկ ինչ է փոխվել։ Անունը տա փոխել, ցուցակը տա փոխել։ Ես շարունակում եմ անել նույն բիզնեսը, հիմա նրան է վճարում, հիմա քեզ են վճարելու, հարկեր են պետք։ Բացահայտվեցին իհարկե սարսափելի չարաշահումներ, բայց կոծկվեցին։ Օլիգարխներին վերանվանեցին, ասեցին խոշոր տնտեսվար է, հզոր գործարար է, տվեցին արտոնությունները, հանքերի վերաբերյալ, ոսկու գնման եւ վաճառքի եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ ամենակարևորը ոչինչ չփոխվեց գլխավոր օլիգարխի, նույն Ռուսաստանի վերաբերյալ։ Ահա ինչու Հայաստանում չկան ընտրություններ եւ այն ինչ ձեզ հիմա ներկայացնում են այս ահավոր, զզվելի, սարսափելի, խայտառակ հայհոյանքներով, հիստերիաներով, դա ընտրություն չէ, դա կրկես է, որովհետև ընտրության գլխավոր հովանավորներն են Պուտինը եւ Ալիևը։ Իսկ Եվրոպան, որը հույս ունի կամ ուներ, թե Հայաստանում կկատարվի նույնը, ինչ կատարվեց Հունգարիայում, Մոլդովայում, սխալվում եմ։ Հայաստանում կլինի եւ կատարվում է այն, ինչ կատարվեց Վրաստանում, որտեղ նույն եվրոպական դրոշների ներքո իշխանության եկան օլիգարխները, Բիձինա Իվանիշվիլին իհարկե նրանցից գլխավորն է, բայց ավելի ճիշտ երկրորդ, առաջինը նույնպես Ռուսաստանն է։ Եվ մի շարք այլ մեծահարուստներ, որոնք պահպանում են այդ մոդելը, վերադարձրեցին Սաակաշվիլիից հետո հետ բերեցին այդ նույն օլիգարխիկ մոդելը, հակաժողովրդավարական։ Այնչու Վրաստանում այլևս չկան ազատություններ, մարդու իրավունքներ, չկա եվրոպական ուղղվածություն, եւ դուք չեք նկատում, ինչ արագ է այս ամենը նվազում նաեւ Հայաստանում։ Երեք ձերբակալվեց իմ հին ծանոթ, մենք մտերիմ չէինք, բայց Արցախից գիտենք իրար, Արթուր Օսիպյանը, Արցախի հեղափոխական կուսակցության ղեկավարը։ Այն քիչ արցախցիներից մեկը, որը Բակո Սահակյանի օրոք հանդգնում էր, իսկ Արցախը շատ ավելի կոշտ ոստիկանական պետություն էր, քան սերժական Հայաստանը կամ հիմա Փաշինյանական Հայաստանը, որ արագ դառնում է նույնպես ոստիկանապետություն, բայց դեռ ճանապարհում է անցնելու։ Եվ Արթուր Օսիպյանը մեղադրում էր Բակո Սահակյանին եւ մնացած ԼՂՀ ղեկավարներին կոռուպցիայի համար, մեղադրում էր նաև Երևանին եւ նրան փաստորեն ձերբակալեցին հենց այդ մեղադրանքների պատճառով, որտեվ ինչ ասեց Արթուր
Օսիպյանը երեք Նիկոլ Փաշինյանն նա ասեց դուք մեղադրում եք հիմա մեզ, բայց չէ որ դուք եք $500 միլիարդ 3 տարի շարունակ վճարում Արցախին, շատ լավ հասկանալով թե ինչ է արվում այդ փողը։ Եվ նա սկսեց խոսել այն հանցավոր սխեմաների մասին, թե ինչպես էր այդ գումարը մսխվում, գրպանվում, բայց չէ որ Երևանը շատ լավ այդ ամենը գիտեր, որովհետև վերահսկում էր, ով որ վճարում է, նա էլ վերահսկում է ամեն ինչ։ Միշտ էլ եղել է այդպես։ Եվ ձևանալ, որ Երևանը անմեղ գառնուկ էր, որը տուժում էր Ղարաբաղյան գայլերից, դուք երեք չեք ծնվել, տիկնայք եւ պարոնայք։ Դուք շատ լավ պետք է որ հասկանաք, որ Երևանը եւ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի, եւ Նիկոլ Փաշինյանի առաջին 2.5 տարիների ընթացքում հոյակապ գիտեր մինչև վերջի լուման, ինչը որտեղ է գնում, ինչպես է մսխվում, ինչը վերադառնում է եւ ինչպես եւ ում, եւ Արթուր Օսիպյանին ձերբակալեցին հենց այդ պատճառով, որտեղ նա հանկարծ դա բարձրաձայնեց եւ որպեսզի նա չխոսի, նրան ձերբակալեցին։ Դեռ դա առաջին քաղաքական, այլ ոչ թե անձնական մեղադրանք էր, որը հնչեց այսպես կոչված ընտրարշավի ժամանակ։ Ուշադրություն դարձրեք, բոլոր մնացած բանավեճերը, որը ավելի շատ վիճաբանություն է կամ պարզապես հայհոյախառը կռիվ, դրանք անձնավորված են։ Բա դու ես, բա դու են ես, բա ես ձեզ սենց կանեմ, բա մենք ես սենց կանենք։ Սա ոչ թե պայքար է գաղափարախոսական, սա մրցակցություն է նույն մոդելի պահպանման եւ վերահսկողության համար։ Ահա ինչու Պուտինը շատ հանգիստ է։ Այո, նա ուղարկում է այստեղ Կիրիենկոն էլ շատ հմտորեն խաղացնում է իր խամաչիկներին, բայց միայն մի նպատակով, որ Հայաստանը ընդհանուր առմամբ թուլանա, ոչ ոք չհաղթի, վճռական հաղթանակ չտանի, եւ այս թուլացած, պառակտված, բսկտված, հոգնած, ոչ ոքի չհավատող հասարակությունը ընկնի կոշտ ուշ խոստացող ձեռքի մեջ, որովհետև այդ մոդելը ռուսական է, կայսերական, հիմա արդեն ռուս-թուրքական մոդել է։ Իսկ հակառակը ազատություն, մարդու եւ ազգի իրավունքներ, անկախություն, ազգային ինքնություն եւ արժանապատվություն, դա եվրոպական մոդել է։ Ահա ինչու ամեն ինչ արվեց երկու հիմնական ուժերի կողմից, որ չլինի, չգա երրորդ ուժը։ Տեսեք, այս ընտրություններում երրորդ ուժը չկա։ Երրորդը մենք սկսեցինք ստեղծել 2024 թվականին եւ անվանեցինք դա Եվրադաշինք։ Լավն էինք, վատն էինք, կարողացանք ստորագրավակ անել, համոզիչ էինք, ոչ, կարողացանք օրենք գրել, ընդունել տալ։ Ընդունվեց այդ օրենքը, թեև իշխող կուսակցությունը դեմ էր դրան եւ լսումների ժամանակ ուղիղ ընդդիմանում էր, հեգնում էր, մերժում էր այն, բայց միջազգային հարաբերությունների խիստ լարվածությունը 24-25 թվականի արանքում այդքան վախեցրեց պաշտոնական Երևանին, որ իրանք որոշեցին բռնվել կամ բռնվելու տեղ ստեղծել եւ այդ խարիսխը մենք էինք պատրաստել, այդ խարիսխը Եվրամիության անդամակցության օրենքն էր, որը մենք ենք նախաձեռնել։ Եվ հենց այդ պատճառով մեզ դուրս թողեցին, ոչ թե դուրս թողեցին, մղեցին դուրս։ Սկզբից եվրոպական կուսակցության մասին արգելվեց հիշատակել հանրային հեռուստատեսության եթերում, դա պաշտոնապես փաստորեն արված հայտարարություն էր։ Բանավեճերից մեկի ժամանակ դա ասվեց հաղորդավարի կողմից, իմ անունը չտրվի, հետո եվրոպական կուսակցության անունը պահանջեցին չտալ մեր նախկին գործընկերներին, մեկին հետո մյուսին։
հետո բաժանեցին, որպեսզի երրորդ ուժը չկայանա, հետևաբար այս կրկեսում մնացել են միայն ներկան եւ նախորդը, որոնք իրականում նույնն են։ Դա Եվրոպա չէ, ինչպես կասեր Ոստապ Բենդերը, ճիշտ նա երազում էր Ռիո դե Ժանեյրոյի մասին, մենք երազում ենք Եվրամիության մասին։ Ոչ, սա Ասիա է։ Անկամ ոչ թե Եվրասիա, այլ պարզապես Ասիա է։ Ինչու ոչինչ այս իշխանության օրոք չի փոխվի։ Ձեզ ստում են։ Եթե չեք հավատում, սպասեք, կտեսնեք ինքներդ։ Մենք դեռևս չենք սխալվել։ Հայաստանի Եվրոպական կուսակցության բոլոր կանխատեսումները իրականացան։ Ցավոք սրտի։ Ես շատ կուզեի սխալվել գոնե այս անգամ։ Բաժանորդագրվեք, վիճեք, համաձայնվեք, գնահատեք։ Ավազը ծորում է, մենք կհանդիպենք։ Ստեսություն։